Ես իհարկե երկար կարող եմ պատասխանել ձեր տնտեսական ցուցանիշներին, խոսենք գնաճի մասին, արտաքին պարտքի մասին, բայց ոչ դուք եք դրա մասնագետ, ոչ ես եմ, ձեր վերած թվերը բացարձակ էական չեն իմ նշածների համատեքստում, ու այսպես շարունակ։ Հասանք ամենակարևորին, ասում է, մեր կառավարության ծրագրում նշած էր, որ մենք պետք է խաղաղություն, անցումներ եւ այլն կառուցենք։ Այդ դա կատարել ենք։ Տեսեք, այդ նույնն է, ոնց որ մարդը հիմա կանգնի նոր տարի է, չէ՞, մի քանի ամսից, խոստում տա, ասի ես խոստանում եմ առնեմ ամենանոր iPhone-ը, այն գազարագույն, որն է հիմա ամենանոր 17-ը։ Հետո ասի ես խոստանում եմ դա առնել արդար քրտինքով, լավ աշխատեմ, շատ աշխատեմ, այդ գումարով գնամ առնեմ։ Հետո 3 ամիս հետո գնա երիկամը ծախի ու այդ iPhone-ը առնի, ասի, դե ես հիմնական խոստումս iPhone-ը առնելն էր, չէ՞։ Չէ։ Հիմնական խոստումը դա չէր։ Հիմնական խոստումն էր Շուշի հադրուտ դեօկուպացիա, 3 հիմնարար սկզբունք, անջատում հանուն փրկության, եւ այլն եւ այլն։ Այս սրանք իդենտիկ օրինակներ են, լրիվ 100%։ Այդ դրա համար ենք ասում, որ դուք խեղվել եք ձեր կառավարության ծրագրից։ Այդ ընտրությունների թեզը կամ հա իմիջիալուց Տիկին Ջուլակյան լավ որ եկաք դուք հեղափոխություն բառի քաղաքագիտական սխալ սահմանում եք վերում, դա չի քաղաքագիտական սահմանում հեղափոխություն։ Տիկին Ջուլակյան մեկ պայմանավորել են, որ ոչ ոք չի ընդհատելու պարոն Մամիջանյանի խնդրեմ։ Դուք այդպես սահմանումներ սահմանելու իրավասություն չունեք, էլի, տերմինոլոգիայի տեսանկյունից։ Այնուամենայնիվ, այդ շատ կայֆ պահ է, ասում է դուրները չի գալի փոխեք, բայց որ փոխել եք, նստացնելու ենք, վրաները կրակելու ենք, գործեր ենք հարուցելու, վրաները բաներ ենք, նռնակներ ենք նետելու եւ այլն, տղա եք փոխեք։ Սրանից հետո Փաշինյանին խորհուրդ տվեք, ոչ թե ասի եթե դուր չի գալի փոխեք, այլ թող ասի տղա եք փոխեք։ Որովհետեւ իր գործողությունները ու բովանդակությունը ավելի շատ դրան են նման։ Այո, եւս մեկ անգամ արձանագրեմ։ Ես շատ շնորհակալ եմ, որ դուք թվարկեցիք այս տարիների ընթացքում մեր բոլոր կատարած փորձերը։ Բացատրեմ ինչի։ Որովհետև դրանից հետո մեծ հաշվով ես կարող եի ելույթ էլ չունենալ։ Որովհետև սիրելի քաղաքացիներ, մենք խոստացել ենք ձեզ անել ամեն ինչ, որպեսզի Փաշինյանը հեռացվի։ Եվ Տիկին Ջուլհակյանի թվարկումը ցույց էր տալիս, որ մենք դա արել ենք, անում ենք եւ շարունակելու ենք անել։ Ինչքան ուզում ա դուք դրան փորձեք խոչընդոտել, խանգարել, անօրինական ձևերով, մենք մեր նպատակի ուղղությամբ շարժման ընթացքում որևէ խոչընդոտ չենք դիտարկելու։